ենթակառուցվածքներով կանգնած է, նույնը վերցնենք Աբովյանի Սիրուս 120,000 քառակուսի մետր, կանգնած է, տանիքների վրա արդեն ծառ է աճում, մալուխները 5 տիպի մալուխ կա, որտեղ ժամանակին ինքը համարվել է որպես փոստային հասցեով գործարան, ինչ-որ ձևով ռազմական բան ունեցե, ուղղվածություն ունեցե։ Այդ շենք շինությունները քանդու քարապեղած, փոխանակ ասեք հետա ենթակառուցվածքները, ասեք մենք ստեղծենք։ Այդ ստեղծած ենթակառուցվածքը չի աշխատում։ Ինչ ենթակառուցված։ Դուք պետք է դրա համար այդ կլաստերները նրա համար է, որ ասես պարոն, դու ոչ թե այնտեղ արա այս գործը, արի ստեղ քեզ 3 անգամ քեզանից էժան կնստի, այն ինչ որ դու այսօր ես որոշել։ Դրա համար խնդրում եմ այդ ամենավատ ծրագիրն ա եղել մեր պատմության մեջ, որը ես քննադատել եմ, ձեր նախորդ նախարարն ա բերել, ես էլ ասեմ սխալ ա։ Եկեք գնացեք տասնյակ գործարան ցույց տամ, որտեղ որ ենթակառուցվածքները կա, էլ դրա կարիքը չկա դու գումար ծախսես։ Հիմա այդ գումարը ծախսում ենք, որ ինչ անենք։ Շնորհակալություն։ Պարոն Սուքասյան, ամեն ինչ լավ է, կներեք պետգույքի պետգույքի հետ հարց չի, դա անձնական ունեցվածք է եւ այդ մարդիկ այնպիսի գներով են առաջարկում, երբ որ գործարար գալիս ասում է ես ուզում եմ նույն օրինակ ձեր նշած գործարանը, այնպիսի գնով են առաջարկում, որ մարդը ասում է ես ավելի լավ է կողքը օգտվեմ կառավարության առաջարկած ենթակառուցվածքների ներդրումների դիմաց ծրագրից գործարան կառուցեմ կառավարությունն էլ իմ համար ենթակառուցված կապահովի, դա շատ ավելի էժան է նստելու, քան այդ գործարանը, որովհետև ցավոք սրտի հիմա լավ ավատ է, այդ է, մենք ունենք մի իրավիճակ, որ մարդիկ շատ էժան գներով կարող է սեփականաշնորհել ինչ-որ բաներ եւ այսօր չեն աշխատացնում, հետնել բարձր գներ են սահմանել եւ այլ տնտեսվարողներ, որոնք տնտեսական ակտիվություն են ուզում ցուցաբերեն տվյալ տարածքում, իրենց տնտեսապես նպատակահարմար չէ, իսկ նախընտրում են նոր գործարան կառուցել, քան թե 5 գործարանը վերագործարկել։ Սա մեկ։ Երկրորդ գործիքա 1400 անգամ ավելի մեծ արդյունք է տվել, որտեղ դա մի մեծ համակարգի մեջ 1-2 մասնաշենքեր, մի մասնաշենքը ձեռք բերվեց, 5 անգամ ավելի էժան քան շուկայական գիններ, որտեղ այդ մարդուն գումար էր պետք տաներ, բանկերը փակեր, այդ սեփականատիրոջը, 1400 անգամ ավել այդ կառույցը շրջանառություն ա տվել ու հարկեր ա տվել պետությանը։ Իմ ասածը դրա մասին է։ Հիմա սա կարանք որպես օրինակ ես հասցեն էլ ասեմ, նկարներն էլ ցույց տամ, գործնեության ոլորտն էլ ասեմ ու քանի աշխատատեղա ստեղծել դա։ Եթե ուզում եք ես կարամ մի ժամ հետո ասեմ ձեզ ուղարկեն, որ դրանից հետո այդ ճանապարհով գնանք առաջ։ Այստենց չի լինի։ Պարոն բոլոր ճանապարհներն էլ պետք է լինեն։ Ինձ թվում է, որպեսզի նաև դրանով մրցակցային միջավայր ստեղծենք, որովհետև այս գործիքը ինքը ստիպում է այո, այդ սեփականատերերի նաև ըստ էության որոշակի մրցունակ եւ շուկայականին մոտ գներ առաջարկել եւ դա կարծում եմ իրանք կարեւոր են։ Մենք մեզ համար ինչ կարեւոր, այսպես ասած, ծրագրեր կան, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Առաջին հաջորդիվ կապիտալի շուկայի զարգացումն է մեզ համար կարեւոր եւ դրա համար թողարկման եւ արկանշավորման ծրագիրն ենք իրականացրել եւ եթե նախկինում իրական տնտեսության մեջ տնտեսության իրական հատվածում գրեթե շատ քիչ ընկերություններ կային, որոնք որ երբևէ թողարկում էին արել կամ վարկանշավորում էին ձեռք բերել, ապա պետք է նշեմ միայն այս ծրագրով արդեն վերջին 6-7 ամսում վերջին 1 տարում համախառն իրար հետ 3 ընկերություն արդեն իսկ գնացել է թողարկման եւ շարունակելու եւ մի քանի ընկերությունների հետ հիմա ակտիվ բանակցում ենք։ Այսօր նույնպես կարեւոր է, որպեսզի ավանդական ֆինանսավորման գործիքներից դուրս գանք եւ այլ ֆինանսավորման գործիքներ գտնեն մեր կազմակերպությունները։ Տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը նույնպես կարևոր ծրագիր է եւ այն ընկերությունները, որոնք որ որոշակի մասնավորապես 1 միլիարդ դրամ առնվազն ներդրումներ են իրականացնում եւ այդ ներդրումների արդյունքում ստեղծվելու են նոր արտադրական հզորություններ, նոր գործարաններ, որոնց արդյունքում ուրեմն տնտեսապես բարդ ապրանքներ են արտահանվելու, ապա մենք այդ ընկերություններին տալիս ենք ուրեմն փոխհատուցումներ տարբեր փուլերով 30%, 10% եւ այսպես շարունակ եւ ուզում եմ նշել, որ այս ծրագրից հիմա օգտվող օրինակ մեկ գործարան կա, դեղագործական ընկերություն է, ով 6.5 միլիարդ դրամի ներդրում անում եւ
տեղերը արտադրելու եւ այդ տեղերը արտահանվելու են շուկաներ, այսինքն դա տնտեսապես բարդ ապրանքի մեկ օրինակ եւ մենք մեր քաղաքականությունը այդպեսին է, որպեսզի մենք տնտեսապես բարդ վերջնական արտադրանքներ ուրեմն թողարկենք։ Հաջորդը ես արդեն նշեցի, որ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի մշակող արդյունաբերության զարգացումը, որում այստեղ մենք քաղաքականությունը եւ այսպես ասած հրող եւ քաշող քաղաքականություններ ենք իրականացնում։ Ինչ նկատի ունեմ հրող եւ ինչ նկատի ունեմ քաշող ասելով։ Հրող ասելով նկատի ունեմ այն քաղաքականությունը, երբ որ մենք օգնում ենք, աջակցում ենք, որպեսզի տեղական որպեսզի մշակող արդյունաբերությունը զարգանա։ Օրինակ, երբ որ ասում ենք, որ հումքի համար մաքսատուրքից ազատում ենք, կամ ունենք մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների աջակցության ծրագիր, երբ որ եկամտային հարկն ենք իրենց փոխհատուցում որոշակի պայմանների ապահովման պարագայում, մենք օգնում ենք, որպեսզի արտադրությունը զարգանա, ինքնարժեքը իջնի, բայց միևնույն ժամանակ մենք նաև քաշող քաղաքականություն ենք իրականացնում եւ ինչ նկատի ունեմ, երբ որ մենք մրցունակ ենք դարձնում ապրանքը արդեն վերջնական սպառման վայրում։ Այդ պարագայում մենք ինչ ենք անում դրա համար, օրինակ նույն ուրեմն արտահանման խթանման նպատակով այդ օժանդակության ծրագիրը մաքսատուրքի փոխհատուցման մեզ հնարավորություն է տալիս այդ ավելի մրցունակ ապրանքներ ստանալ վերջնական շուկաներում եւ դրանով նաև արտադրությունը այստեղ խթանել։ Այսինքն եւ արտադրության վայրում եւ վաճառքի վայրում մենք աջակցության քաղաքականություն ենք իրականացնում կամ մարքեթինգային ծախսերի մասով։ Բայց ես ուղղակի մի բան ձեզ փոխանցեմ, եթե կարելի է, եթե հնարավոր է 1 ամիս հետո ինձ տակ 2026 թվականի հունվարին, որ ոլորտները ինչ կարգի աճ կունենան, մյուսը 20 տարի առաջ ես ասել եմ 20 տարի առաջ խնդրել եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունները, որոնք որ սեփական աշտոնական պետությունը պայմանագիր ակնկալում վերցնենք բյուջեային հեռախոսի կապի այդ կազմակերպությունները պղնձամոլիբդենականը, մյուսը այդտեղ 5 կամ 10% բաց թողեն, բաց բաժնետիրական սարքեն, որ հասարակությունն են մաս կազմի, այդ արժեթղթերը ձեռք բերի, ոչ թե լինի, այլ միլիոնավոր մարդիկ իրանց երկրի կազմակերպությունների մեջ մաս կազմեն, որը ես կարծում եմ ֆինանսների նախարարը դրան կանդրադառնա, որ մի մաս տակ ասեք, որ բաց բաժնետիրականա ժողովուրդ կարաք ձեռք բերեք ու դրա այդ կազմակերպության եկամուտներից դուք էլ օգտվեք, ամբողջ աշխարհը այդ ձևով է գնացել առաջ եւ ես կարծում եմ դուք որպես էկոնոմիկայի նախարար պետքա դա առաջարկեք եւ դուք որպես ֆինանսների նախարար կարծում եմ ամենալավագույն գործիքն է, այդ ինչ որ դուք ասում եք, սա է, որը որ մարդկանց որոնք որ եկամտով են աշխատում։ Եկամտով աշխատող կազմակերպություններ կան, որոնք որ մրցունակ են, լիցենզավորված բիզնեսը։ Օրինակ օդանավականին կարեք ասեք 10% բացեք, տվեք թող հասարակությունը մասնակցի։ Օրինակ, չէր համաձայնի։ Մի ուրիշը կհամաձայներ։ Տեղական հումքի փոխարինող տեղական հումքը ամենտեղ օգտագործելուց, որպեսզի այդ տրանսպորտային ծախսը ինքնարժեքը պակասի, ավելի մրցունակ կառույց լինի։ Ներմուծմանը փոխարինող, դա նույն շարունակությունն է, թե ինչ ձևերով, ինչ սխեմաներով։ Մյուս ամենակարևոր բանը, որը ձեզ պետք է ես խնդրեմ անձամբ, ունենաք 5, 10, 20, 30, 40, 50, 100 միլիոնանոց ծրագրեր, որ երբ որ ներդրողը գալիս է, ասեք, գիտեք ինչ, մենք ունենք 5 միլիոնանոց 10 տիպի ծրագիր, որն ուզում եք ընտրեք։ Ունենք 10 միլիոնանոց ծրագիր, 10 հատ, խնդրեմ, ընտրեք, 20, 50, 100, դե 100-ից վերև Հայաստանը մի քիչ բարդ է, 200 միլիոն։ Այսքանը շնորհակալություն պատասխանը։ Արձագանքեք, բայց Սկսեմ վերջից, պարոն Հովհաննիսյանը արդեն ոտքով ունենք այդպիսի ծրագրեր, հենց 5 էլ ունենք, 10 էլ ունենք, 20 էլ, 50 էլ, 100 էլ ու նաև կազմակերպություններն են պատրաստ, այսինքն ներդրումային ծրագրերում իրենք ով որ ներդրում է կատարում, ինքը պատրաստ է այլ գործընկերներ ներգրավելու եւ իրենք են մեզ խնդրել, որպեսզի այդ ծրագրերի մեջ եթե կլինեն ներդրողներ, իրենք պատրաստ են սիրով հանդիպել, այդ կա այդպիսի ծրագրեր եւ ներդրումների աջակցման կենտրոնն է տիրապետում այդ տվյալներին եւ նախարարությունը։ Դուք էլի հարցեր բարձրաձայնեցիք, որոնց որ ես անուղղակիորեն պատասխանեցի մեր քաղաքականությունների միջոցով, բայց տեսեք, ես մի քիչ ավելի կենտրոնանամ, քանի որ դուք ոսկերչության մասին էլ նշեցիք։ Հիմա ոսկերչության մասով մենք մի միջոցառում ենք այս տարվա ամռանը պլանավորում մասնակցել Լաս Վեգասում, որը վաճառք ցուցահանդես է, բայց նաև պլանավորում ենք դրա հետ մեկտեղ, տեսեք, Սփյուռքի հետ էլ եմ կապում, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ ունենք նախնական պայմանավորվածություն, քանի որ ինքը Նևադայում է,
Լաս Վեգասում կազմակերպել մոտավորապես նաև Լոս Անջելեսի մեր ոսկերիչների հետ, այսպես ասած B2B աշխատանքային հանդիպում քննարկում, այսինքն եւ Համաձայն եմ եւ հիմա ֆինանսների նախարարությունը կարծես թե ունի նաեւ այդպիսի օրենսդրական նախաձեռնություն էլ մենք ունենք, որը ավելացված արժեքի ենթադրելու է ավելացված արժեքի հարկով հարկման հավելյալ արժեքով հարկման համակարգի որոշակի կիրառություն եւ դա ըստ էության բերելու է նրան, որպեսզի կազմակերպություններ ձևավորեն եւ հետեւանք որպես բրենդներ ձևավորեն։ Ինչ վերաբերում է 26 թվականի տնտեսական կանխատեսումներին, նորից կարծես թե ֆինանսների նախարարության տիրույթում է իրենք են այդ Շատ լավ, շատ լավ։ Պարոն Հովհաննիսյանը կպարտասի։ Պարոն Պապայան, շատ շնորհակալություն։